Ողջույն, դուք կրկին իմ ալիքում եք, բարի գալուստ իմ գրքային աշխարհ։ Ձեզ հետ ես եմ Աննան եւ այսօր, ինչպես որ խոստացել էի, խոսելու եմ հուլիսին ավարտած իմ ուշադրություն 7 գրքերի մասին։ Ես շատ գոհ եմ իմ հուլիսից։ Իսկ դուք գոհ եք ձեր հուլիսից։ Բավականին շատ գրքեր եմ կարդացել, հերթով ես կխոսեմ իմ այս կարդացած գրքերի մասին, դուք անպայման նայեք ուշադիր, որ սեյվանեք, տեսնեք, որն եք ուզում կարդալ։ Եվ առաջին գիրքը, որը որ ես համարում եմ, որ սա իմ կարդացած լավագույն գրքերից մեկն է, հաստատ լինելու է իմ թոփերում հավերժ, հուր հավիտենական, Այն Ռենդի ակունքը վեպն է։ Ես անկեղծ ասած, երբ որ ես գիրքը ձեռք էի բերում, նախ օնլայն եմ պատվիրել ու բացարձակ չգիտեի, որ ինքը սենց հաստ գիրք է, միգուցե որ տեսնեի հաստությունը, ռիսկ չանեի այն պատվիրելու, բայց անկեղծ այնքան ուրախ եմ։ Այդպես ստացվեց ու ես իրոք կարդացի այս գիրքը, որովհետև իմ ծանոթներից ոչ մեկ սա չէր կարդացել։ Ընթացքում որ կարդամ, ինչ-որ մեկին եմ ման գալիս, ում հետ կարող եմ սա քննարկել։ Սենց փնտրում եմ, աղերսում եմ ինչ-որ մեկին, որ հարցնում եմ, կարդացել ես, ոչ մեկ չէր կարդացել։ Ընթացքում երբ որ ես սթորիներով խոսում էի գրքի մասին, ինձ գրեց գրքի թարգմանչուհին Արմինե Մուրադյանը ու ես իրեն շատ շնորհակալ եմ, մենք շատ հետաքրքիր վերջում քննարկում ունեցանք, շատ հետաքրքիր ինֆորմացիայով ինձ հետ կիսվեց։ Ես ձեռք բերելուց հետո հասկացա, որ Այն Ռենդը այդ նույն հեղինակն է, որ գրել էր Ատլանտ Ռասպրավիլ Պլեչի գիրքը, որը որ հակաուտոպիա է, այն 3 մասից բաղկացած գիրքը, կարծեմ հայերեն մենք չունենք դա։ Ես ռիսկ չեմ անում այդ գիրքը կարդամ, որովհետև նախ հակաուտոպիայի տենց մեծ սիրահար չեմ, այսքան ժամանակ միայն աղախնի պատմությունն եմ սիրել հակաուտոպիաներից ու ինձ թվում էր հեսա էլի տենց ինչ-որ բան ալինու, բայց ես անոտացիան կարդացել էի, ինձ շատ է հետաքրքրել եւ սա լրիվ ուրիշ գործ է, հակաուտոպիա չսպասեք, շատ հետաքրքիր էր իր գաղափարը, փիլիսոփայությունը։ Գիրքը պատմում է Ռոր Կարնով մի ուսանողի մասին, հենց ամենասկզբում ինքը ճարտարապետական համալսարանի ուսանող էր, այսինքն ճարտարապետ ապագա։ Գիրքը սկսվում է այսպես. Ռորքին համալսարանից հեռացնում են ոչ ստանդարտ մտածողության համար։ Այսինքն այն ինչ որ հասարակությանը սովորական էր, ճարտարապետության մասին է խոսքը իհարկե, ինքը լրիվ ուրիշ ձև էր այդ ամենը պատկերում ու իրեն դրա համար հեռացնում են համալսարանից, բայց ինքը չի դավաճանում իր սկզբունքներին մինչև վերջ։ Իմ համար Ռորքի կերպարը այն ամենաիդեալական մարդու կերպարն է ու ես իրոք կերազեի լինել իրա նման, բայց ցավոք սրտի ես այդքան խիզախ չեմ, այդքան ուժեղ անհատականություն չեմ, որ կարողանամ հասարակությանը այդ աստիճանի դեմ գնամ ու ոչ մի պարագայում չդավաճանեմ ինքս ինձ։ Ես չգիտեմ ես ինչ էր։ Նախ ընթացքում երբ որ կարդում ես դու հասկանում ես որ մարդիկ այդ դեռ այն ժամանակներն են երբ որ ավելի շատ դեպի վերածնունդ գնացող այդ ճարտարապետություններ, այսինքն այդ արձանիկներ, սենց շատ ճոխ, սենց ռոկոկո չէ, բայց սենց ինչ որ վերածննդի դարաշրջանի մի խոսքով համապատասխան դեպի ոնց որ մոդեռնիզմ գնանք։ Իդեպ մի քիչ շատ խորացա, որտեղ ես արվեստաբանություն քանի որ ուսումնասիրել եմ, սա մշտական խնդիր է եղել արվեստում, թե նկարչության մեջ, թե ճարտարապետության մեջ, այսինքն մարդուն շատ դժվար է ինչ որ մի նոր բանի սովորեցնելը։ Ու ոնց որ ասենք ինչ որ մեկը դա գալիս էր պատվեր էր տալիս, այսինքն ինքը նենց բան էր ուզում, որը որ աչքին սովոր էր մարդու։ Մի խոսքով չեմ ուզում սենց մանրանամ, բայց բացի իրենից այստեղ նաև շատ էլի ուրիշ կերպարներ ենք մենք տեսնելու, սենց բոլորին ոնց որ անհատականություններով ուսումնասիրելու ենք։ Ու իրեն հակառակ կա մի կերպար, որի անունը ես չեմ հիշում, բայց իրենք էլի մի համալսարանից էին, Քիթինգն էլ լրիվ Ռորքին հակառակ գնում էր հասարակության հոսանքին համապատասխան։ Շատ հետաքրքիր էր։ Ընդհանրապես, այս այն գիրքն է, որ ես միանշանակ բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ, 10-ից 10, անպայման կարդացեք, դուք հաստատ հավանելու եք այս գիրքը։ Երբ որ արդեն Instagram-ում տեղեկացրի այս գրքի մասին, այդպիսի մեկը չհանդիպեց, որ ինձ ասի, որ գիրքը չի հավանել։ Բայց ինքը ֆանտաստիկ ստեղծագործություն է։ Միակ մինուսը, նորից եմ ասում այս գրքի, այդ կին կերպարն էր Դոմինիկը, ով իմ համար սենց անհասկանալի կերպարներից մեկն էր այս գրականության աշխարհում։ Ես իրենից բացարձակ գլուխ չհանեցի, ինքը իմ վրա սկզբից մինչև վերջ ազդում էր։ Անպայման կարդացեք ու ես շատ կուզեմ, որ իմ հետ կիսվեք ձեր կարծիքով գրքի վերաբերյալ։ Գովազդային դադար մեր եթերում, էլ մարդ կոցես նստեց, էլ երեխան լացեց քնացրի, էլ գործով զանգեցին, մութը հեսա կընկնի, չէ՞ թողում վիդեոս նկարեմ։
շատ դժվար է, եթե ձեզ թվում է այս ամեն ինչը շատ հեշտ է, ուրեմն ասեմ, որ շատ դժվար է ամեն ինչ։ Լավ, եկեք մի անգամից անցնենք հաջորդ գրքին, եւ հաջորդ գիրքն է Դանիել Գլաթաուեր «Լավագույնը հյուսիսային քամու դեմ»։ Ես չեմ հիշում վերջին անգամ երբ էր եղել այդպիսի դեպք, որ ես ավարտեմ մի գիրքը մեկ օրում։ Ես իդեպ այդպիսի մտադրություն ընդհանրապես չէի ունեցել, այդ օրը երբ որ կարդում էի գիրքը, ասեցի լավ, մի քանի էջ կարդամ, հետո մի քանի օրում կավարտեմ, ու ես չկարողացա կտրվել արդյունքում գրքից, որովհետև ես չգիտեմ։ Առաջին հայացքից թվում է, թե ինքը շատ պարզ ինչ-որ թեթև գործ է, ու ինձ շատ հիշեցնում էր իմ ամենասիրելի կինոներից մեկը Վան Պիսմո, որովհետև սենց սյուժետային ինչ-որ նմանություն կար, բայց ընթացքում երբ որ կարդում ես, հասկանում ես, որ բացարձակ նման չի, այստեղ ամեն ինչ ավելի խորն է ու ավելի շատ մտածելու տեղիք տվող գիրք է սա։ Ուրեմն ինչի մասին է, գլխավոր հերոսուհին Էմին է, ով իմեյլ է գրում է մի ամսագրի կամ հրատարակության, որ ուզում է իր ամսագրի այդ subscription-ը, դա ասում, պատվիսկան չեղարկի, էլ չի ուզում ստանալ այդ ամսագրերը, ինչ որ խնդիր է եղել եւ արդյունքում, երբ որ գրում է իմեյլը, մեկ տառի սխալի պատճառով ինքը գնում է լրիվ ուրիշ տեղ, ուրիշ մարդու, ում անունը Լեո է։ Եվ արդյունքում իրենք սկսում են նամակագրվել։ Սկզբում թվում էր, թե այս ամեն ինչը ինչ-որ sense թեթև, ինչ-որ ժամանցային, ինչ-որ նույնիսկ ինչ-որ միտեղ ծիծաղելի եւ զվարճալի բան է, բայց արդյունքում հերոսները այնքան են սկսում իրար կապնվել, որ չեն կարողանում ուղղակի դադարել իրեր նամակագրվել։ Երբ որ գիրքը ավարտում ես, մի տեսակ դատարկություն է մեջ հետ մնում, որտեվ շատ հարցեր կա, որ բարձրաձայնվում է, ուզում ես դա ինչ-որ մեկի հետ քննարկել։ Իրականում շատ իմ հետևորդներից մարդիկ իմ խորհրդով կարդացել էին գիրքը, մենք միասին շատ հետաքրքիր քննարկումներ ենք ունեցել։ Չէ, ես ուզում եի ձեզ պատմեի մի քիչ սյուժեից, բայց այդտեղ շատ ուժեղ սփոյլ եմ անում։ Չէ, ավելավա չասեմ, ուղղակի կարդացեք, որտեղ իրականում շատ հետաքրքիր մտածելու տեղիք է տալիս, շատ հարցեր է բարձրացվում, որ ուզում ես ինչ-որ մեկի հետ քննարկել։ Կարող եք կարդալ եւ միասին քննարկել։ Որ ավարտեցի Ալեքսանդր Դյումայի 3 հրացանակիրներն են, տեսեք այս հաստափորիկը ես ավարտել եմ այս ամիս, այո, ես սա չի կարդացել, ես 28 տարեկան եմ, բայց միևնույն է, ես այն կարծիքին եմ, որ սա դեռահաս տարիքում կարդալը ամենաիդեալականը կլինի 12-ից 16 տարեկանների համար մանավանդ։ Շատ հավես էր իրականում, շատ հավես կարդացել եմ, թեթև։ Դե ինձ թվում է գիտեք, 3 հրացանակիրները, Աթոսը, Պորտոսը, Արամիսը եւ Դարտանյանը, ով հետագայում նորից եւս դառնում է հրացանակիր ու այստեղ շատ արկածային, sense հետաքրքիր հավես, սա լրիվ նոր է հրատարակված, իդեպ Նյումեկ հրատարակչության կողմից, անցած ամիս երևի թե այդ ժամանակ դուրս եկավ հենց եւ առաջին անգամ հենց բնագիր ֆրանսերենից թարգմանված տարբերակն է ու տեսեք կազմի ինչքան սիրուն է, ես ուղղակի սիրահարվել էի կազմին շատ հավես մեծ շրիֆտով հարմար գրված, ինձ թվում է երեխաներին էլ հարմար կլինի, բնականաբար խորհուրդ եմ տալիս սա էլ։ Հաջորդ գիրքը, որ ես ավարտեցի էլի մեկ օրում, դա որտեղ ինքը սենց փոքրիկ շատ ստեղծագործություն էր եւ կարդացել եմ Զանգակի կազմակերպած ընթերցանության մարաթոնի ժամանակ, ոնց որ Զանգակի 14-ամյակներ ու Կարապի լճում ընթերցանության մարաթոն էին կազմակերպել ու մոտավորապես 1 ժամում ավարտեցի ստեղծագործությունը Ճան Այլինի Քաղաքներ ավերող սեր, սենց վիպակ ասեմ, ինչ ասեմ, 80 էջանոց ստեղծագործություն է, իրականում ես այս գործը ընդհանրապես չեմ հավանել, այստեղ շատ հետաքրքիր էլի թեմաներ է բարձրացվում, իրականում պատմում մի չին աղջկա մասին, ով ամուսնալուծվել է, այստեղ ամուսնալուծության հարցն է բարձրացվում ու ինքը վերադառնում է իր ընտանիք, որտեղ որ շատ մարդիկ են ապրում ու ոնց որ հասկանալի է դառնում հենց ամենասկզբի էջերից, որ ինքը ոնց որ բեռ լինի նրանց ուսերին, ոնց որ մի ավել կերակրող բերան լինի այդ ընտանիքում խանգարում է իրանց ու ինքը ոնց որ ճարահատված, այնքան որ փախնի այդ ընտանիքից, փորձում է ինչ-որ ելքեր գտնի եւ արդյունքում ծանոթանում է ու ուզում է ամուսնանալ մի տղամարդու հետ, ում կինը մահացել էր ու ով ուներ 5 երեխա։ Իհարկե գիրքը ես չեմ հավանել, բայց հավատացեք, որ հավանողներ կան, որ միանշանակ չի այդ ամենը։ Ինքն էլ ընդամենը 80 էջ է, կարող եք փորձել եւ տեսնել արդյոք մեր ճաշակները համընկնում են թե ոչ։ Հաջորդ գիրքը, որ ես ավարտել եմ ու էլի սա շատ իմ համար իդեալական ստեղծագործություն է,
Դաֆնի Դյումորիե, իմ զարմուհի Ռեյչելը։ Ես այսպիսի հետաքրքիր ստեղծագործություն վաղուց չէի կարդացել։ Շատ հետաքրքիր սյուժե, միջև վերջ կլանող, այն որ ահավոր դժվարությամբ ես կարողանում դու կտրվել ստեղծագործությունից, չգիտեմ, վաղուց sense հովես բան չէի կարդացել, ասում իդեպ իր Ռեբեկան է նոր թարգմանվել եւ հրատարակվել, դա էլ եմ անպայման ուզում կարդալ, հավանաբար սեպտեմբերին կկարդամ, օգոստոսին չեմ հասցնի։ Ասում են Ռեբեկան նույնիսկ ավելի լավն է։ Գիրքը պատմում է Ֆիլիպ անունով մի տղայի մասին, ում ծնողները մահանում են ու ծնողների մահից հետո իրեն պահում է իր հորեղբոր ընտանիքը, մասնավորապես իր հորեղբոր որդին Էմբրոուզը, ով իրենից մեծ էր մոտ 10 տարի։ Այսինքն սենց շատ մեծ տարիքային տարբերություն չկար, ավելի ընկերական իրենք հարաբերություններում էին ու այդպես մեծանում են միասին, շատ մտերմիկ հարաբերություններ ունեն։ Էմբրոուզը այնպես է ստացվում, որ մեկնում է Աստված, արդեն չեմ հիշում։ Հա, մեկնում է Ֆլորենցիա ուղղակի ճանապարհորդության, դե բնականաբար այն ժամանակներում, երբ որ ճանապարհորդում են երկար ժամանակ էին բացակայում, ասենք ամիսներով կամ նույնիսկ լինում էր տարիներով, ու Էմբրոուզը բնականաբար կապի մեջ էր անընդհատ Ֆիլիպի հետ, գրվում են ամեն ինչ նորմալ ընթացքում պատմում է, որ ծանոթանում է Ռեյչելի հետ, ու անդադ ասում է քո զարմուհի Ռեյչելը, դրա համար է գրքի վերնագիրը իմ զարմուհի Ռեյչելը, ու այնպես է ստացվում, որ Էմբրոուզը եւ Ռեյչելը ամուսնանում են, ամեն ինչ նորմալ, մոտ 1 տարի այդպես ապրում են ու մի օր Էմբրոուզը ինչ-որ անհասկանալի նամակ է գրում Ֆիլիպին, անհասկանալի ձևով գրված, ինչ-որ խզբզած, ու սա ահավոր անհանգստացնում է Ֆիլիպին, ու որոշում է Ֆիլիպը գնալ Իտալիա, որ հասկանալ ինչ է կատարվում, թե Ֆլորենցիան չէր, արդեն չեմ հիշում այն մարդ որտեղ է, ուր էր գնացել այս մարդ։ Իրանք Անգլիայում էին, ու ոնց որ Իտալիա է մեկնում, որ հասկանա ինչ է կատարվում Էմբրոուզի հետ, ինչը ինչի, ինչ որ տարօրինակ այդ նամակներից հետո, երբ որ գնում է, պարզում է, որ արդեն 3 շաբաթ կլինի, ինչ Էմբրոուզը մահացել է։ Ու այդտեղից սկսվում է ամբողջ հետաքրքիր հատվածը։ Դե բնականաբար դրանից հետո արդեն Ֆիլիպը հանդիպում է Ռեյչելին ու շատ բաներ պարզում, սենց ինտրիգներ, սուտ, ճշմարտություն, սենց խառը թեմաներ, որը որ շատ ահավոր հետաքրքիր էր կարդալը, սենց միջև վերջի էջի վերջին հատվածը, սենց ասեմ, ձեզ կլանած պահելու է ու հենց որ ավարտեք, սենց չգիտեմ ինչա ձեր հետ կատարվել է, որտեղ ես կոնկրետ ամբողջ մի օր չէի կարողանում իմ տեղը գտնել։ Այո։ Հաջորդը, որ ես ավարտել եմ Գաբրիել Գարսիա Մարկեսի Լյուբով վա վրեմե չումի։ Սերը խոլերայի ժամանակ մենք ունենք հայերեն թարգմանությամբ էս ստեղծագործությունը։ Տեսեք, Մարկեսը ինքը ունի շատ հետաքրքիր գրելաոճ, շատ հետաքրքիր ձև, ու ես շատ եմ սիրում իրան։ Ես արդեն երրորդ ստեղծագործությունը կլինի, որ Մարկեսից կարդացել եմ, բնականաբար առաջինը 100 տարվա մենությունն է, ու ես այն երևի եզակի մարդկանցից եմ, որ շատ եմ հավանել ու պետքա վերընթերցեմ անպայման։ Գիտեք ոնց, շատ հաճախ երբ որ ես կարդում եմ Մարկեսից ինչ-որ մի բան, ես կարող եմ լավ չհասկանամ դա, բայց ինձ դա միևնույնն է ահավոր դուր է գալիս։ Չէ, ես նորմալ եմ, ամեն ինչ իմ հետ լավ է։ Օրինակ 100 տարվա մենությունն, որ դու կարդում ես, այն որ չես հասկանում, ես ինչ տեղի ունենում, բայց հաճույք ես ստանում կարդալուց։ Այստեղ ավելի պարզ էր ամեն ինչ, երկրորդ ստեղծագործությունը, որ կարդացել եմ Մարկեսից, այդ կհանդիպենք օգոստոսին։ Այդտեղ լրիվ նոր կերպով եմ ես բացահայտել Մարկեսին ինձ համար։ Ես գիտեի, որ ինքը կարողանում է տենց գրի, ես եւ ծիծաղել եմ եւ լացել եմ այդ փոքրիկ ստեղծագործությունը կարդալուց, պատմությունը պատմեմ դրա, շատ հետաքրքիր է, ուրեմն իր մահից հետո երեխաները Մարկեսից գտնում են այդ ստեղծագործությունը, բայց որ կարդում են չեն հավանում, ասում են ընդհանրապես պապային համապատասխան ստեղծագործություն չի, ես ինչ որ տանք որ հրատարակեն եւ այլն, բայց 10 տարի անց, երբ որ երեխաներից մեկի ձեռքն անկնում, ասում չէ, ամեն դեպքում պետք է էլի տալ, որ հրատարակեմ, որովհետեւ պապան մեզ չի ների վերևից որ նայի ու արդյունքում շատ լավ ստացվում, որովհետեւ ես անկեղծ շատ եմ հավանել, բայց մարդիկ կան, որ չեն հավանում այդ Թուվիդիմս եւ Ավգուստի։ Իսկ սա ես իրոք էլի շատ հավանեցի, ես սերը խոլերայի ժամանակ։ Շատ հետաքրքիր ստեղծագործություններ, ինչպես միշտ Մարկեսին համապատասխան մի քիչ ձգձգված էր գնում, բայց ես չեմ նեղվել այդ ձգձգվածությունից, հակառակը շատ հաճույքով կարդացել եմ։ Ժողովուրդ, դուք հավատում եք, որ մարդ կարա իր սիրուն չմոռանա 50 տարի։ Ես չեմ պատկերացնում, որ կան տենց մարդիկ, որ կարան սիրեն մեկին 50 տարի ու չմոռանան այդ մարդուն։
ոնց կարա տենց լինի։ Ոնց 50 տարի։ Ես 28 տարեկան եմ։ Ոնց կարա տենց բան լինի։ Ուրեմն այստեղ պատմում եմ մի տղամարդու մասին, այսպես ասեմ, Ֆլորենտինո Արիստա, այդպես է իր անունը եւ ազգանունը, փոքր տարիքից այս մանկական ինչ որ հասակից այս ոնց որ այդ պատմությունը մանկուց է եկել, ինքը տեսնում է Ֆերմինա Դասային ու սիրահարվում է, պատկերացրեք հերվից հերու տեսել է մանկական սեր եւ այլն, նամակագրվում է երկար ժամանակ, այն ժամանակ նամակներ ավարկում, շատ սիրում է, այդ սերը sense խորանում է ու այնպես է ստացվում, որ Ֆերմինան էլ է իրան սիրում։ Բայց երբ որ արդեն իրենք մի քիչ մեծանում են, այս Ֆերմինան մի օր տեսնում է Ֆլորենտինոին ու հասկանում է, որ ինքը դե ինչ էր, ընդհանրապես նույնիսկ բառ չէին փոխանակել իրար հետ, ուղղակի նամակագրվել էին, շատ գեղեցիկ նամակներ էին գնում, բայց մի խոսքով Ֆերմինան նույնիսկ ընտանիքի անդամներն էլ էին դեմ, որտեղ այս Ֆլորենտինոն ինքը sense հասարակ աղքատ ընտանիքի տղա էր, ի տարբերություն Ֆերմինայից։ Բայց գիրքը բժիշկ Ուրբինոյից է սկսում, ով որ հենց Ֆերմինայի ամուսինն էր։ Ու ոնց որ գիտեք Մարկեսը սիրում է որ յուրաքանչյուր կերպարին sense առանձին ինքը մանրամասն ներկայացնի նույնիսկ sense ինչ որ ոնց որ ընթացիկ մի հատ կերպար է կնոջ օրինակ բայց ինքը sense մանրակրկիտ այդ կերպարին դնում է բացատրում է ուսումնասիրում է կյանքից է ինչ որ բաներ պատմում են որ խոշոր հաշվով մեզ դա պետք չի մեզ դա պետք չի բայց ինքը մեկը սիրում է դա անել ու Ուրբինոն մի խոսքով Ֆերմինայի հետ իրենք հետո ամուսնանում Ֆլորենտինոն գալիս է Ֆերմինա բարև ես քեզ սիրում եմ Ֆերմինան ասում է լավ չես Ոնց, ասենք 50 տարի է անցել, ինչ ես դու հետ հիմա խոսում ու իրոք ամբողջ ընթացքում ենք այս 50 տարիները տեսնում ենք, ասենք այս 50 տարիների ընթացքում այս մարդը չի դադարում սիրի։ Очень интересно։ Եվ վերջի գիրքը, որ վերջապես 1 ամիս տանջվելուց հետո Գրեգորի Դեյվիդ Ռոբերտս Շանտարամը։ Ժողովուրդ, այս գրքի մասին դուք հիմա կարաք մտնեք իմ ալիք YouTube-յան եւ տեսնեք վիդեոն։ Ես ճիշտ նկարել եմ դեռ չեմ մոնտաժը, բայց սա հաստատ ավելի շուտ եմ տեղադրելու։ Ես ահա որ ձանձրացել եմ գիրքը կարդալուց, բայց ավելի մանրամասն այնտեղ ներկայացնում եմ, դուք կարաք նայեք, պատմում եմ հենց ինքնակենսագրական վեբ է, այսպես ասեմ 2 բառով, Դեյվիդ Ռոբերտսը ինքը Ավստրալիայում բանտարկվում է որ թիվներ 78 թիվներ ոնց որ այստեղ 78 թվին բանտարկվում է Ավստրալիայում կողոպուտի համար 2 տարի անց ինքը փախչում է բանտից եւ կեղծ անձնագրով փախչում է Հնդկաստան եւ ապրում է Բոմբեյում աղքատ ցաղամասում այստեղ շատ մանրակրկիտ ինքը նկարագրում է այդ Բոմբեյը Հնդկաստանը մարդկանց ապրելակերպը հավատ եւ այլն այնքան է փիլիսոփայում Էլդուսուս մասնագիտությամբ դու միասա ինքը փիլիսոփա էր անկեղծ եմ ասում գրքի կեսից շատ զազրախոսություն էր անիմաստ ձգձգված մոտավորապես քանի մի 800-900 էջ բայց կարա լիներ ուղիղ գրքի կեսը ու ամենավատը գիտեք որն է որ գիրքը ունի շարունակություն հիմա հարց եղբայր ինչ ես այդքան գրել այստեղ դու ինչ ես կեսից շատ աուդիոյով եմ լսել ուղակի շատ ընտիր աուդիոեր Yandex Knigy-ում ուրեմն 5 մասից է գիրքը բաղկացած ու ամեն մասը առանձին էր աուդիո տեղադրած, որտեղ շատ երկար էր, օրինակ 1-2 մասերը 3-ը 4-ը կամ 3-ը 4 եւ 5, այսպես։ Ու երբ որ դու լսում ես աուդիո գիրքը, այնտեղ ներքևում ցուցադրում է, թե քանի հոգի է լսել։ Ասենք 1-2 մասերը լսել է մոտավորապես 300,000 մարդ։ Երրորդ, 4-րդ մասը 100,000, այսինքն չեն շարունակել մարդիկ։ Ու ինձ թվում է ես է կարայի չշարունակել, եթե չլիներ մեր համատեղ ընթերցանության խումբը, որը որ ինձ ստիպեց, որ ես շարունակեմ, չնայած որ հետ ընկա իրանցից շատ, որտեղ չի կարողանում ոչ մի ձև կենտրոնանալ, որ կարդայի, բայց ամեն դեպքում ուրախ եմ, որ ես վերջապես իրան կարդացի ու հանգիսատով կարամ ասեմ, որ ես գրքային բլոգեր եմ եւ ես Շանտարամը կարդացել եմ։ Այսքանը իմ հուլիսյան գրքերի մասին, մութը արդեն ընկավ, զգում եք, դուք sense լույսից չգիտեմ, բայց ես լավ հասցրի այս վիդեոն անել։ Չմոռանաք հետևել իմ YouTube-յան ալիքին, հավանել եւ մեկնաբանություններում գրեք, թե քանի գիրք եք դուք կարդացել հուլիսին, որոնք են ձեր սիրելիները, թե սրանցից որոնք ձեզ հետաքրքրեցին եւ հետագայում կկարդաք։ Եվ նաեւ չմոռանաք հետևել ինձ իմ մյուս սոցհարթակներում,
այստեղ կտնեմ նկարները, կարող եք ինձ միանալ։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Կհանդիպենք մյուս հոլովակներում։